Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում է գեղանկարիչ Մերուժան Խաչատրյանը։ Ողջույն պարոն Խաչատրյան։ Ողջույն ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար ու շատ ուրախ եմ լինել ձեր տաղավարում։ Սիրով պարոն Խաչատրյան, դուք երկար տարիներ զբաղվում եք գեղանկարչությամբ եւ ձեր ստեղծագործություններում հաճախ նկատելի են հայրենասիրական մոտեցումները, հայրենասիրական նկարները, ինչպես առաջացավ այս թեմատիկայի մտահղացումը, դա ձեր հստակ ձգտումն էր, թե հանգամանքների բերումով որոշեցիք այդ մոտեցումը։ Հասկանալի է հարցը։ Չէ, ճիշտ ասած, որ ասեմ հատուկ ես ինչ որ բան եմ մտածել, որոշել, չէ, դա մանկուց է գալիս, շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով, շփվելով մեր կենցաղի եւ մշակույթի հետ, այդ ամեն ինչի հետ կամաց սերը կար եւ ավելի խորացավ ու կարծես օրգանական բնական ճանապարհով այդ ամեն ինչի իմ մեջ հաստատվեց ու այլ ինչ որ հատուկ արհեստական բանի կարիք էլ չկար, որովհետեւ եւ թեմաները եւ ոճը եւ ասելիքի գաղափարային խորությունը արդեն պարզ էր ինձ ու կամաց տարին ընթացքում ավելի խորացրեցի, մշակեցի, այո, կարելի է ասել գերակշիռ մասը իմ գործերի 90%-ից ավել հենց ազգային հայկական թեմաների շրջանակում են եւ ներառում է այդ շրջանակը եւ մեր տեսարժան վայրերը, բնանկարները կամ նատյուրմորտները եւ մեր ազգային հերոսներին կամ մշակույթի տարբեր դարաշրջանների գործիչներին նվիրված գործեր եւ նաեւ պոետիկ աշխատանքներ, абստրակտ գործեր, որոնք բայց եւ էլի ներշնչված են հայկականությամբ ընդհանուր առմամբ։ Իսկ իր ինքնատիպությունը պահում է հայկականությունը ձեզ այսօր, թե փոխվել են որոշ մոտեցումներ։ Կարծես միշտ ամեն ինչ անհատների մակարդակով, այո, բայց ընդհանուր առմամբ ցավոք սրտի եւ լավ իմաստով քարոզչություն չկա դրա կամ շատ թերի է արվում կամ եթե կա էլ դրսի ագրեսիվ ազդեցությունը հակաազգային, հակահայկական այնքան ուժեղ է, որ շատ ժամանակ խլեցնում է հենց մաքուր ազգայինը։ Դրա համար կարծես ամեն մեկն էլ արվեստագետներից իր վրա, եթե ինքը իրոք ազգային է մտածում եւ ապրում իր կյանքը, կարծես ամեն մեկը իրեն զգա խրամատում ու ինքն էլ ուզենա իր դիրքում պայքարի այդ ամեն ինչի համար։ Բայց հակահայկական քարոզ հենց մեր երկրի ներսում էլ կա, դա ձեզ որպես բոլոր մակարդակներում կա, ցավոք սրտի, բոլոր մակարդակներում կա։ Եվ միայն վերջի տարիների հարց չի, դա արդեն տասնամյակների հարց է, որ կարծես թե հենց անկախացումից հետո էլ ազատության հետ միասին եկավ նաև սանձարձակություն եւ եկավ այնպիսի բարքեր նաև նկարչության կամ ընդհանրապես արվեստի մեջ, որը որ մի քիչ կարծես թե կարմիր գծեր հատելուն է տանում եւ դա ես չեմ ընդունում ճիշտ ասած։ Բայց դրան այսօր վարչապետն անվանում է խոսքի ազատություն, դեմոկրատիա։ Նայեք, արվեստագետները ընդհանրապես ազատ են գործելու մեջ, մարդիկ առհասարակ ազատ են գործելու մեջ, ամեն մեկն իր արժեքային համակարգի սահմաններում եւ այդ բարոյականության համարժեք ինքն է գծում այդ շրջանակը եւ այդ շրջանակը ինչքան լայն կլինի, ինչքան նեղ կլինի, ինչքան կարմիր գծեր ինքը իր համար կդնի եւ կհատի թե չի հատի, դա ամեն մարդու անձնական որոշելիքն է, բայց խոսքս նրա մասին էր, որ շատ լավ կլիներ, որ մեր ընդհանուր եւ անհատների մակարդակում եւ քարոզի մակարդակում լավ իմաստով քարոզի նկատի ունեմ, ոչ թե ուղղակի ինչ որ ագիտացիա ու վերջ, այլ դաստիարակությունը, կրթությունը, այդ ամեն ինչը նպաստեր, որպեսզի մեր ազգային արմատը վառ մնար, կենսունակ մնար, որպեսզի սնուցեր այդ մեր ծառը, թե չէ, ինչպես ասեցի սկզբում, հակառակ քամիներն ու ազդեցությունները չափից դուրս ուժեղ են եւ դրա լուծումը միայն ես տեսնում նման եղանակով, որ մենք ինքներս ամրանանք մեր ներսում եւ նաեւ մշակութային ասպարեզում եւ քաղաքականության մեջ, ինչի՞ չէ նաեւ տնտեսությունը, ամեն ինչ նպաստի մեր ազգային պետության հիմքերը ամրացնելու եւ այդ կառույցը հզորացնելուն։ Բայց ինչպես եք տեսնում լուծումը այս շղթայական խնդրի։ Մենակ ամրացում ինչպես եք տեսնում։ Մարդկանց փողոց դուրս գալը։ Չէ, դա
դա կարծես ռեակտիվ վերաբերմունք է ուղղակի արդեն խորքային process-ների, բայց ավելի ճիշտ կլինի, որ ամեն ընտանիք որպես պետության փոքր մի բջիջ իր մեջ կարողանա այդ բարձր մակարդակը ունենալ, այդ հայրենասիրական եւ կրթական բարձր մակարդակը ունենալ եւ եթե դա շատ լինի, իր ազդեցությունը կթողի արդեն ընդհանուր հասարակության մակարդակում եթե կարողանանք Աստծո հաջողությամբ ստեղծել այդ կամ ամրացնել այդ հիմքերը, որը որ այսօր ամեն օր խալխալվում է, մենք կարողանանք այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարել եւ ունենալ այն հայրենիքը կամաց թեկուզ զարգացող, որը որ երազում ենք բոլորս։ Պարոն Խաչատրյան, դուք նկարիչների միության անդամ եք եւ վերջերս շատ է խոսվում միությունների, հատկապես նկարիչների միությունների շենքը պետականացնելու մասին, ինչ դիրքորոշում ունեք այս հարցում։ Իհարկե բացասական, որովհետեւ դա ներկա ժամանակների կամ օրվա իշխանության նվերը չէր եւ որ հիմա էլ որոշեն փոշմանն հետ վերցնեն դա տասնամյակներով եկած արդեն ավանդական դարձած այնտեղ կարող է կային ինչ որ ներքին խնդիրներ, բայց ես գիտեմ որ ֆինանսական հարցեր են եղել, որ լուծվել են։ Ուղղակի մինչև դա կար այդ խոսակցությունը ու գիտեմ որ սառեցվել է, բայց ցավոք սրտի ինչքան գիտեմ ուղղակի սառեցվել է, բայց վերջնական լուծում չի տրվել, որ ոնց որ ասած հանգիստ թողնեն միություններին իրենց շենքերով եւ այլնով այդպես։ Վերջերս սրբապատկեր նվիրեցիք Ձորախբյուրի եկեղեցուն, կպատմեք ինչպես ծնվեց այդ գաղափարը եւ ինչ նշանակություն ունի ձեզ համար եկեղեցուն նվիրաբերելը որևէ գործ։ Դե առհասարակ հոգևոր իմաստով հենց 5 կտակարանից 10-րդի գաղափարը եղել է եւ մեր ազգի մեջ էլ դա վաղուց եղել է եւ կարծես ամեն մարդ որ հոգևոր առումով կապվածություն ունի մեր եկեղեցուն հավատքին առհասարակ ինքը ուզում է իր մասնաբաժինը ունենալ այս կամ այն կերպ ես իմ պարագայով ուղղակի մեծ ցանկություն եւ իղձ ունեի ու ստացվեց այդպես որ եւ մինչեւ Ձորախբյուրի Սուրբ Հովհաննես մատուրինը մինչեւ այդ դա եղավ նաեւ Կոտայքի Աբովյան քաղաքից մի փոքր հեռու գտնվող նոր գյուղ կոչվող գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն էլ նվիրաբերություն եւ նաեւ պատվեր ուստի դա որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես նկարիչ իմ իղձներ, իմ երազանքներ եւ իրականացավ Փառք Աստծո։ Կարծում եմ որ ամեն դեպքում ամեն մարդ էլ իր նվիրաբերությունը որևէ ձևով լավ կլինի որ ունենա եւ եկեղեցու ամրացման համար եւ մշակույթի մեջ առհասարակ։ Ինչպես եք վերաբերվում վարչապետի եւ իշխանությունների այն արշավին, որն ուղղված է հայ առաքելական եկեղեցուն վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ գրառումներ է կատարում, չեմ կարող ասել ինչ բառապաշարով, վստահաբար դուք էլ տեսել եք, կարդացել եք, ինչպես եք վերաբերվում։ Չափազանց բացասաբար։ Չափազանց։ Նախ սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից եւ ինչ ասեմ, կանոնագրքից են խոսում, ինչ որ բաներից են խոսում, ամբողջովին սահմանադրություն, բոլոր կարմիր գծեր, բարոյական արժեքներ, ոտի տակ տված անձինք, իշխանավորները այս պարագայում ուղղակի բարոյական եւ ոչ մի իրավական իրավունք չունեն նման ոտնձգությունների, չգիտեմ, շատ բացասաբար են վերաբերվում եւ հասկանում եմ, որ սա ուղղակի ինչ որ հոգեվորականի անձի կամ կանոնակարգի խախտման հետ կապված հարց չի կամ դա ինչ որ բարձր բարոյական եւ հոգեվոր համոզմունքներից եկող հարց չի, սա ուղղակի կարծում եմ դեմարշ է արշավ է եկեղեցու դեմ որպես հայ ազգային հենասյուներից մեկը հանդիսացող մի ինստիտուցիա քանդելու եւ միգուցե եթե ոչ ամբողջովին քանդելու, բայց գոնե ունենալու լավ լուրջ ազդեցություն նրա վրա, նրա գործունեության մեջ, որպեսզի կարողանան վերահսկելի դարձնել եւ հենց հայ ազգային կարևորագույն հարցերի լուծման մեջ, որպեսզի կարողանան միգուցե խոչընդոտ հանդիսանալ
եթե ստացվի իրենց մոտ, բայց ես համոզված եմ, որ դա չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մեր եկեղեցիները չուլանացված են, վերածվել են չուլանի, մտնում ես եկեղեցի, տեսնում ես ինչ որ մեկի անկողինն է, 5 կոշիկներն են դրված։ Ես Դուք նման բան տեսել եք։ եկեղեցի մտել եմ, վանք մտել եմ, եթե դրանք գործող են, եթե կա քահանա, եթե կա համայնք, եթե ամեն ինչ կանոնակարգված է, ոչ մի նման բան չկա։ Իսկ ինչ որ ինքը խոսում է դրա մասին, դա միգուցե այն կիսահավեր եկեղեցիներն են ու վանքերն են, որոնք շատ են Հայաստանում, եւ հետո չմոռանանք, որ ներկա իշխանավորները ահագին մեծ քանակով ինչքան եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբատեղիներ ուղղակի ի հակառակ իրենց քաղաքական հայտարարությունների, որ ժամանակին արեցին ու դրանով շահեցին ժողովրդի համակրանքը, հավատը, սերը, նվիրումը դեպի իշխանություն, որ միգուցե կարծում էին, որ պիտի գա ու ամեն ինչ դեպի լավը տանի, բացարձակ 180 աստիճան հակառակ արեցին իրենց խոստումների, ինչի մասին է խոսքը։ Ուղղակի նորից եմ ասում, որ բարոյական իրավունք չունեն նման պնդումների։ Իսկ այս թիրախավորումը ինչ հետևանքներ կթողի ձեզ։ Չեմ կարող ասել ճիշտն ասած, ընդհանուր առմամբ գիտեմ, որ եկեղեցին մեր ամուր է որպես կառույց, որպես ինստիտուցիա, ամուր է եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ասացի համաձայն ես կստեղծեմ եկեղեցի, որ դժոխքի դարպասները չեն հաղթահարի նրան, ուստի գիտեմ, որ բազում փորձություններ անցած եկեղեցին ուժեղ կլինի, իսկ եկեղեցի ես միայն նկատի չունեմ հոգեորական խավը, ես նկատի ունեմ նաեւ բոլորս, ովքեր որ մեզ համարում ենք հայ եկեղեցու անդամներ։ Ես նկատել եմ, որ դուք հաճախ ձեր Facebook-յան էջում կիսվում եք եւ վարչապետի Տիկնոջ Աննա Հակոբյանի գրառումներով։ Չէ, գրառումներով չեմ կիսվում, բայց մեկ ուղղակի քննադատական այդպես սկրինշոթեր եք գնում եւ ձեր տեսակետն եք գրում, ըստ ձեզ որտեղից է գալիս իրենց ագրեսիան, ամուսինների այդ ագրեսիան։ Կարմիր գծեր չունենալու, կարճ եթե ասեմ։ Իսկ կրթվելը նորաձև է արշավի մասին, ինչ կարծիք ունեք, գնում են, մարզեր կրթում են մարդկանց։ Կրթվելը նորաձև չի, անհրաժեշտ է։ Ես նորություն չեմ ասի, բայց այդպես է։ Միգուցե, կարծում, որ հենց այդ միտքն էլ կա, որ իրենք ուզում են ուղղակի ստանալ մի հասարակության մի շերտ, որոնք որ կմտածեն ուղղակի այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա է դրա պատճառը, դա է։ Գաղտնիք չէ, որ շատ արվեստագետներ, նկարիչներ այսօր մնում են ստվերում, շատ երիտասարդներ չեն ճանաչում մեր արվեստագետներին, նկարիչներին, նրանց անունները մեզ շատ հաճախ հայտնի են դառնում, ցավոք սրտի, միայն իրենց մահվան հաղորդագրությունները կարդալուց հետո։ Որտեղից է գալիս այս վերաբերմունքը։ Ընդհանուր համընդհանուր կարելի ասել դեգրադացիա կա մեր մոտ, ցավոք սրտի արդեն տասնամյակներ սերուցքը, եթե կարելի այդպես ասել, մտավորականության կամ մշակույթ ստեղծող անձանց եւ շատերը դուրս եկան եւ շատերը փոխվեցին իրենց մասնագիտությունը կամ կոչումը փոխեցին եւ ինչպես ասեցի, այդ ընդհանուր եւ բարոյական եւ մշակութային դեգրադացիան բերեց հասցրեց այսօրվան, բայց ասում սա անհատի մշակույթը առհասարակ ստեղծողի առումով անհատի պայքար է նաև շատ ժամանակ կամ մեծամասամբ միայն դա մասսայական կամ ինչ որ դաստիարակչական կրթական լայն էֆեկտ է ունենում այն դեպքում, երբ որ դա գնահատվում եւ հենց պետական ուժերով զորություն է տրվում դրան տարածման, խրախուսման իմաստով, ցավոք դա չկա մեր մոտ։ Իսկ չեք կարծում, որ նաև ներկայացնելու խնդիր, օրինակ հնարավոր է, որ նախարարը չի կարողանում ճիշտ ներկայացնել ով է իսկական լավ արվեստագետը, լավ մասնագետը, դրա համար մեր հանրությունը չի ճանաչում նրանց։ Դե իսկական լավ, մի քիչ դրանք ամեն մեկը իրեն է ներկայացնում։ Հա, հիմա ժամանակակից տեխնոլոգիաներն էլ այնպես են, այն հնարավորություններն են տալիս, որ նույնիսկ ոչ միայն մեր մոտ առհասարակ համաշխարհային
մակարդակով նայում ես, արվեստագետները շատ ժամանակ իրենց են փորձում առաջ խաղացում ապահովել եւ դա շատ դեպքերում եւ ստացվում է վատ բան չի, ուղղակի ինստիտուցիաներն էլ մեր մոտ թերի են գործում, նկատի ունեմ թանգարանային գործը, արվեստաբանների, քննադատների կամ պատկերասրահների թեկուզ մասնավոր քիչ փոքր է, նաև շուկան էլ փոքր է մեր մոտ հասկանալի է, այդ պատճառներն էլ են նպաստում առհասարակ, բայց ամենամեծ պատճառը կարծես հենց այդ ընդհանուր արժեքային բարձր արժեքներ չունենալու կամ դեգրադացվելու պատճառով է։ Դուք շատ երկրներում եւ քաղաքներում եք ունենում ցուցադրություններ, կպատմեք Հայաստանը այս մասով ինչ հնարավորություն է տալիս նկարիչներին ցուցահանդեսներ կազմակերպելու, ֆինանսավորման առումով նաեւ։ Արվում են ցուցահանդեսներ, իհարկե արվում են ինչ-որ համատեղ արտերկրի եւ կազմակերպությունների հետ եւ անհատական մակարդակով, բայց որ ասեմ շատ մեծ հնարավորություն է Հայաստանը տալիս, էլի չէ, որովհետև կարծում եմ դա գալիս է կոնկրետ արտի, այսպես ասած, շուկայի փոքրությունից Հայաստանի, զուտ դրանից, բայց եթե լինի հզոր աջակցություն պետական մասշտաբով, ես նկատի չունեմ այս ժամանակներում, նկատի ունեմ ավելի լավ ժամանակներում, երբ որ ստացվի լինի, այդ ժամանակ դա էլ զարգացում կունենա։ Ես տեղյակ եմ, որ դուք նաև ունեք ձեր սեփական Guns բրենդը, ինչպես եք վերաբերվում այդ copy-paste ասվածին, որովհետև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ձեր արտադրանքը շատերը copy-paste են անում, եւ հենց օրինակ վերնիսաժը։ Հա, արտադրանքը չէ, այլ հենց նկարներս, որոնք որ ես նկարել էի տարբեր ժամանակներում եւ ցուցադրում էի իմ Facebook-յան կամ այլ սոցցանցերի կամ կայքի միջոցով տարիներ են արդեն, որ ամեն ամիս ինչ-որ մի նոր դեպք բացահայտվում է, ցավոք սրտի գալիս է նրանից, որ հեղինակային իրավունքի հանդեպ գիտակցությունը մեր երկրում կարելի ասել ամենավերջին տեղերից մեկում է, ինչպես շատ ուրիշ հարցեր, առաջինը դա է, որ օրինակ շատ օրինակներ ունեմ, բայց երբ որ գնում բացահայտում ես եւ ասում ես, առաջերտին մարդիկ չեն էլ հասկանում, որ ինչ որ նման բան գոյություն ունի, դե ինտերնետում դրածեր քաշեցինք եւ այլն, ինչ որ sense ամենապարզ պատճառը կամ ուղղակի պատճառաբանությունը։ Զուտ դրա հետ է կապված կարծում եմ։ Եվ եթե լինեն իհարկե ժամանակին կային 1-2 փոքր կազմակերպություններ, որոնք աջակցում էին հեղինակներին, հեղինակային իրավունքի պահպանման գործում, բայց կարծես թե ֆինանսավորումը դադարեց, թե ուղղակի չգիտեմ ինչ պատճառով չաշխատեցին ու կարծես մնաց այդ ամբողջ բեռը անհատների վրա իրենց որ անեն։ Իսկ դեպք եղել է, որ օրինակ դատական հայց ներկայացնեք հեղինակային իրավունքի խախտման համար, թե պարզապես գնում հետաքրքրվում եք։ Դեռ դատական հայցերին չենք հասել, որովհետև կարծես թե ուղղակի մարդկային շփման միջոցով լինում է լուծել այդ հարցը եւ 90% դեպքերում դադարեցնում են եւ որն էլ չէ ուղղակի ասենք այդ ընթացքում արված ինչ որ մի խմբականակ ավարտվում է եւ էլ չեն շարունակում դեպքում լուծվում է հարցը։ Գնորդները տեղացիներ են եւ դրսից եկած մարդիկ կան եւ տեղացիներ կան, շատ տարբեր։ Այսինքն մեր հայրենակիցները սիրում են գնել օրինակ հայկական վանքերի պատկերներով, շապիկներ։ Այո, հետարքիր բան կատարվեց, որ այս վերջի տարիներին մեր այս արխավիրքների միջով անցնելուց հետո նույնիսկ շատ մարդկանց մոտ, չեմ ասում մեծ քանակով, բայց շատ մարդկանց մոտ բան եղավ, ոնց որ սրտի հոգու կանչ եղավ, որ նորից վերադառնան կամ ավելի ուժեղացնել իրենց մեջ հայրենասիրական զգացումները, որը որ ինչ որ ձև նաև արտահայտվում էր նման օրինակ երևույթների մեջ, ունենալ ինչ որ արվեստի գործ, ունենալ ինչ որ հայկական արտադրանք, կարևոր չի ինձ շատ են մեր ստեղծագործողները, որոնք անում են հայկական թեմայով։ Խրամատի պայքար է, ամեն մեկս պետք է այդ խրամատի, մշակույթի խրամատի դաշտում
պայքարենք եւ առաջ տանենք հայկականը։ Եվ վերջում ամփոփելով այս քաղաքական զարգացումները պատերազմական, հետպատերազմական շրջանն ինչպես է անդրադառնում ձեր ստեղծագործությունների վրա։ Մի շրջան եկա, որ հոգեկան ու մտավոր աշխարհը ստակնու վրա եղած էր ու չէի կարողանում ընդհանրապես աշխատել։ Այս կամած ինձ փորձեցի Եթե գաղտնիք չէ դա որ շրջաններ պատերազմական։ Հենց պատերազմի տարիներ ամիսներն էին նախորդ ընթացքն էլ կարծես արդեն գուժում էր թե ինչ արհավիրքներ կարող է լինել, որտեվ լավ ընթացքի մեջ չէր ամեն դեպքում երկիրը զգացում էր դա, բայց հետո էլ ավելի, այսինքն կարծես բոլորիս մոտ էլ այն տպարություններ, որ ոնց որ մղձավանջի մեջ ենք ապրում ու չենք կարողանում զարթնել, չէ՞, զգացում է ոնց ուզում է լինի, բոլորը զգացած կլենք իրական, չէ՞, հիմա այդ նույն վիճակը մեզ մոտ է, բայց ամեն դեպքում գիտակցելով ընդունելով իրականությունը պետք է ամեն ինչ անենք, որ հաղթահարենք այս դժվարությունները։ Երեք ընկերներով խոսում էինք, ասում ենք, եթե մի փոքր էլ դիմանանք, հաստատ լավ է լինելու։ Լիահույս եք։ Այո, լիահույս ենք, որովհետև ամեն մեկս պիտի վստահ լինենք մեր ուժերի վրա, հույսներս դնենք հավատով Աստծո վրա եւ նրան հուսալով ինքներս էլ շարժվենք ու հաստատ լավ կլինի ամեն ինչ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում գեղանկարիչ Մերուժան Խաչատրյանն էր։